ինչի համար է այս ամենը արվում։ Ինչն է մոտիվացիան։ Արվում է ճիշտ հակառակը նրան, ինչը հմուտ պետության առաջնորդը պետք է անի։ Միայն 3 տարբերակ է իհայտ գալիս։ Առաջինը, եթե երկրի առաջնորդը գործակալ է, երկրորդ տարբերակը, եթե երկրի առաջնորդը տգետ է եւ մեծամիտ, եւ երրորդ առաջարկը անում է մտածված եւ միտումնավոր։ Ուրեմն պետք է փնտրենք շարժ ժառիթներ, թե ինչի համար է սա արվում։ Գործակալ լինելը ամբողջությամբ բացատրում է, թե ինչի համար է սա արվում։ Բայց ես փաստեր չունեմ եւ ունեմ մեկ բանաձև, որ եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որոնք այսօր արվում են։ Բայց ես փաստեր չունեմ, սա իհարկե ենթադրություն է։ Թեկուզ վերջերս հենց Փաշինյանի կողմից նշանակված նախարարը հայտարարեց, որ ինքը փաստեր ունի եւ շուտով կհրապարակի։ Երկրորդը, այնպես է ստացվել, օրինակ երկրի առաջնորդը տգետ է եւ մեծամիտ։ Այս հանգամանքը բացատրում է այն քայլերը, որոնք Նիկոլ Փաշինյանը արել է 18 մինչև 20 թվականի պատերազմում պարտություն։ Իսկապես բացատրվում է տգետությամբ եւ մեծամտությամբ։ Բայց չի բացատրում այն, ինչ կատարվեց դրանից հետո։ Եվ երրորդ տարբերակը արվում է միտումնավոր, պլանավորված